Իմ անունն է հեռուստաշոու, հոլանդական ձևաչափ մշակված նմանակելու տաղանդ ունեցողների համար։ Նախագիծը ծնունդ առավ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահից հետո։ Հոլանդական հեռուստատեսությունը հայտարարեց մրցույթ, որը կոչվում էր «Իմ անունն է Մայքլ»։ Մրցույթի ընթացքը թելադրեց նոր նախագիծ։ Նախագիծ, որին այդուհետ կարող են մասնակցել աշխարհահռչակ մյուս աստղերի նմանակողները։ Հեռուստաշոուն փորձեց բացահայտել տվյալ երկրի լավագույն երիտասարդ եւ մեծահասակ նմանակողներին։ Այժմ հերթը մերն է, շոուն Հայաստանում է։ Ողջույն, Շանթի եթերում մեկնարկում են նոր հեռուստաշոու։ Շոուն ապահովելու են բոլոր նրանք, ովքեր ունեն նմանակելու տաղանդ։ Դուք հնարավորություն եք ունենալու գնահատել տարբեր ժանրերի եւ ժամանակների երգիչ երգչուհիների եւ այսպես շոու առանց սահմանափակումների։ Հայկական «Իմ անունն է» հեռուստաշոուին հայտ են ներկայացրել բազմաթիվ հայտնի, միգուցե եւ ոչ այնքան արտիստների նմանակողներ։ Իմ անունն է Մայլի Սայրուս, Անի Լորակ, Վիկտոր Ծոյ, Ռիհաննա, Ադրիանո Չելենտան, Սիրուշո, Վալերի Լյոնցի, Ջասին Բիբեր, Միստր Իքս, Շակիրա, Նունե Եսայան։ Սովորաբար մրցույթի պայմաններում կարևորը կենտրոնանալն է, բայց «Իմ անունն է» նախագծում լավ ելույթից բացի ժյուրին գնահատելու է նաև մասնակցի արտաքին նմանությունը, եւ դա է պատճառը, որ սպասասրահում հայելու առջև հերթ է։ Իմ անունն է հեռուստաշոու առանց ժանրային եւ տարիքային սահմանափակումների։ Առաջին փուլում հանդիսատեսի դերում լինելու են ժյուրիի անդամները, իսկ ովքեր են գնահատելու մասնակիցների արտիստիզմը, վոկալ տվյալները եւ իհարկե ամենակարևորը այս նախագծում նմանակելու տաղանդը։ Լիլիթ Դանելյան, երգահան, պրոդյուսեր։ Սա որպես հանդիսատես, եթե ասեմ, ինձ համար շատ հետաքրքիր անակնկալ էր։ Կարծում եմ, որ մեր իրականության մեջ որպես այդպիսի նմանակողներ մենք շատ չունենք։ Ունենք չէ շատ լավ դերասաններ, բայց յուրաքանչյուր դերասան չի, որ նմանակող է։ Եվ շատ ուրախ եմ, մի նոր ճանապարհ պիտի բացվի այն մարդկանց համար, որոնք երևի թե մեկ ուրիշ տեղ իրենց չպիտի կարողանային դրսևորել։ Գրիգոր Աղախանյան, շոումեն, դերասան, երգիչ։ Կյանքում շատ է առնչվում ամենադեպս ես մարդկանց հետ, որոնք կրկնօրինակում են ու ոչ ճանաչված մարդիկ ու բավական հետաքրքիր ու լավ է ստացվում։ Նրանց ելնելով հասկանում եմ, որ միանշանակ կլինեն երեխեք, որոնք լավ կրկնօրինակ են։ Ուղղակի ինձ թվում է բարդությունն ամեջ է, որ այդտեղ երկու կետ է այս նախագծի մեջ կարևոր, ոչ միայն ձայնը նմանակել, այլ նաև որ տեսքով իրանք նման լինեն։ Ինձ թվում է սա մի քիչ բարդացնում է, որովհետև երկուսը մեկտեղ, մակարան մեկը շատ լավ անի, ընդհանրենք Մայքլ Ջեքսոն, բայց նման չլինի։ Ստեղ ինձ թվում է խնդիրը բարդ է։ Սերգեյ Դանելյան, դերասան։ Դե քիչն է կարևորը, շատ հաճախ նմանակումները, որ անում են, ընդհանրապես դեմքի արտահայտությունը մարդը ասենք փոխում ու արդեն ասում ես, բայց ինչ նման է այս մարդը, ոնց որ դառնա այդ մարդը, էլի։ Շորը բանը պարզ է, հիմա այս կարամ Բրիտնի Սպիրսի նման հակներ եմ ասենք, դա ասենք այնքան էլ գնահատելի չէ։ Ինչպես հա, գնահատելի ու լավ է մարդը ջանքա թափել, ստիլիստ աշխատել է մի քիչ, նմանացել է մազերը, բան, բայց այդ դեմքի արտահայտությունը, ձևերը, մաներան, բան, դա ամենագնահատելին դա է, եւ եթե դա գոնե մի 40-50% եթե բռնում է, արդեն ես համենալուց ասում այո։ Վիոլետ Գրիգորյան, գրող, հրապարակախոս։ Պետք է փորձել, որ տեսքով նմանվել։ Վերջին հաշվով տեսքը ավելի հեշտ է նմանեցնել կամ ձայնն էլ որոշ աշխատանքի դեպքում։ Լավ է, որ մի քիչ այդ աշխատանքը տեսնենք եւ մի քիչ այդ բնատուր տվյալները, բնական եղած տվյալները տեսնենք, պոտենցիալը որ դեպքում հնարավոր, տեսքի դեպքում ավելի հնարավոր է, որ աշխատանքի դեպքում փոփոխվի եւ նմանվի։ Եվ այդտեղ առիթ է ստալի, որ տեսնես մի ողջ աշխատանք ոնց կարող է ուրիշ մարդ ստանալ եւ հետաքրքիր է դա տեսնել։ Կարծում եմ, որ հեռուստադիտողներին հատկապես դա հետաքրքիր կլինի, թե ինչպես է մարդը փոխվում եւ բոլորովին ուրիշ կերպարանք ստանում։ Ուրեմն երևի ձայնային մասը այս պահին մի քիչ ավելի կարեւոր կլինի,
ենթադրելով այդ սահմանները, որ տեսքը կարող է փոխվել, բայց բացարձակ ինչ որ մի հատ նմանության հասկացություն էլ կա, որ առաջին հայացքից անորսալի է, բայց ներքին մի հատ բանն է, որ ասես չգիտեմ ինչն է նման, բայց ինձ հիշեցնում է։ Պատահում է նույն ընտանիքի անդամներին, չէ՞, նայում են ասում են ինչքան տարբեր են, բայց մի ուրիշը նկատում է, որտեղ ներքին մի հատ նմանություն կա։ Պատկերացրեք այդ երեքը համատեղվի, այսինքն ինքը տեսքով որոշ նմանություն եւ աշխատանքով նմանվում է, ձայնը նմանն է, ինքն էլ կարող է աշխատանքով նմանեցնել եւ ներքին մի էությամբ ինքը այդ նմանակման առարկային, այսինքն երկչին կամ շատ սիրում է, կամ շատ լավ է հասկանում եւ կարողանում է այդ էությունն էլ նմանակել, որսալ այն ինչ անորսալի է, դա կատարյալ մի բան կլինի։ Հուսով եմ մենք դրա մի նմուշը գոնե կարողանանք տեսնել։ Քիչ հետո հենց այս բեմից ելույթ կունենան տարբեր ժանրերի եւ ժամանակների ձեզ լավ ծանոթ արտիստների նմանակողները։ Իմ անունն է Մայքլ Ջեքսոն, ես եկել եմ Գյումրուց, նմանակել եմ Մայքլ Ջեքսոնին։ Մանկուց ես քո մեջ գտել այդ տաղանդը, բացահայտել Մայքլ Ջեքսոնի։ Այո, մոտ 5 տարեկան ժամանակից ես պարապել եմ Մայքլ Ջեքսոնի բարերից եւ ձայնս էլ նման է։ Երբ որ մահանում է տվյալ երգիչ, ասում են նա չի մահացել, օրինակ դու ինչ ես կարծում, Մայքլ Ջեքսոնը մահացել է թե ոչ։ Մայքլ Ջեքսոնը ապրում է հավերժ բոլորի սրտերում։ Իմ անունն է Մայքլ Ջեքսոն։ Խնդրեմ։ She always takes it with a heart of stone, 'cause all she does is throws it back to me. I've spent a lifetime looking for someone. Don't try to understand me, just simply do the things I say. Love is a feeling, give it when I want it, 'cause I'm on fire, quench my desire. Give it when I want it, torture me woman, give it to me, give it to me. Այդ լավն է, վերջի նոտա շատ է տակ։ Ջեքսոնը բացի այդ պլաստիկայից, որ դուք իհարկե ունեք, ունի նաև շատ հզոր ձայն, ուներ համենայն դեպս ողորմածիկը, աստվածնա հողը խաբար չտանի։ Ինձ դուր եկավ, չգիտեմ, պարզա շատ, անգամ եթե նկատեցիք սկզբից, բարևեց Աբրահամը Մայքլ Ջեքսոնի տեմբրով, երկելը գուցե տեն շատ չէ, բայց տեմբրալի նմանություն կա, միանշանակ, ոչ մի չի կարող բան ասել, տեմբրի նմանություն կա, երկելն էլ բավականին լավ էր, շարժումը չթողեց Սերգեյ ընդհատեց, հա։ Որովհետև ես ու Վիոլետը այնքան Ջեքսոններ, շատ լավ Ջեքսոններ, մեկը մեկից լավ Ջեքսոններ։ Հա, բայց Աբրահամին Ուզում եք մի երկել կերկեմ։ Չէ, շնորհակալ։ Շարժումն էլ լավ, հետո նորից մի մոռացեք նախագծի պայմանները եւ նայեք նմանություն կա, չէ՞ այսպես։ Երկը մի հատ մի կողմ դրեք, ուղղակի նման չի։ Այ ես ասացի արտակիրը նման է, չեմ ասել չի նման։ Արտակիրը պայմաններից մեկն է։ Այո, շարժումները կիսատ մնաց Սերգեյը դադարեցրեց, որտեվ լավ էր, դա էր լավ, ինձ դուր եկավ, չգիտեմ։ Ես ում ձեզ խանգարել եմ մեծ սերը, որ տածում եք Մայքլ Ջեքսոնի հանդեպ, քանի որ դուք կարծում եմ, որ բազմաթիվ մրցույթների կարող եք մասնակցել Մայքլ Ջեքսոն նման համար, բայց ոչ թե երգը, այլ պարը, ինձ համար, այսինքն մեծագույն ջանքով ձայնը նմանացնելը մի քիչ խանգարում էր, տեսնում էր իր ամբողջ այդ ճիքը, որ զոռով ուզում է տեղավորվի։ Ես մի քիչ դժվարանում եմ, գիտեք, որովհետև եւ նման է եւ նման չի։ Իսկապես, այո, համենայն դեպս, դա նրանց հմայք է տալիս։ Ահա։ Պիտի ասեմ ոչ։ Ոչ։ Ոչ։
Ես այո, ես ուղղակի այո չեմ ասում, որովհետև ես համոզված եմ, որովհետև մի քիչ էլ որ աշխատեին Աբրահամի վրա, ինքը միանշանակ ավելի նման կլիներ։ Ինքը արդեն վատ չէր։ Աբրահամ, ես այո եմ ասում, բայց ցավոք սրտի չես անցնում։ Քանի որ մենք նախնական ուսումնների ժամանակ արդեն ծանոթացել ենք քեզ հետ, ժյուրին չհասցրեց ինձ թվում է լավ ճանաչել քեզ, բայց ափսոս ամեն դեպքում ինձ թվում է սխալ բան էր, ժյուրին իմ կարծիքն է դա, ինչ կասեք։ Դե ես ասում եմ, ժյուրին արտաշ չտատեց, գոնե ասենք իմանալով Սերգեյ Տանելյանին, Գյումրեցիին գոնե այո ասեր։ Земляки հարց կար, հա։ Իմ անունն է Նունե Եսայան։ Ես Կարինե Գևորգյանն եմ, 23 տարեկան, եկել եմ Ստեփանավանից, նմանակել եմ Նունե Եսայանին։ Աչքերիս լույս, հոգուս մեծուս, ուր ես ասա Յանքիս երաս, սրտիս մուրաս, ուր ես հիմա Քեզ կանչում, չեմ լսում Նունե Եսայանը գիտի ձեր մասին։ Գիտի ձեզ։ Հանկարծակ ինձ։ Հնարավոր է։ Հա, հնարավոր։ Իսկ ինչ եք կարծում, ինչ կմտածի նա, որ լսի ձեզ, դուք նրան նմանակել։ Չգիտեմ, մինչ ինձ կարծում եմ դեռ նրան շատերն են նմանակել եւ ճիշտն ասած ինքս չգիտեմ ինչ է մտածում նմանակողների մասին, բայց ես կփորձեմ շատ լավ ներկայացնել նրան, որպեսզի Պատիվը բարձր։ ամոթով չթողնեմ, էլի, եւ անունը ես Նունեն եմ Եսայան եւ մնացած ամեն ինչ կապված նրա հետ։ Ես երկար, քեզ կարոտ մնալուց, մատքերս խելագար, տանջում են ողուս, տարիներն իմ անցան, մնացիր անցյալում։ Իմ անունն է Նունե Եսայան, կներկայացնեմ 4 նամակ երգը։ Ես երկար, քեզ կարոտ մնալուց, մատքերս խելագար, տանջում են վաղուց, տարիներն իմ անցան, մնացիր անցյալում, չեմ ուզում քեզ տեսնել, միայն հուշերում աղքարում իմ հոգու էլ ինչու չես գալիս աշուն է ամձրևոտ հոգուս հետ լալիս աղքարում իմ հոգու էլ ինչու չես գալիս աշուն է ամձրևոտ Քանի որ ես մեքենայից մեջ միայն Գրիգոր Աղախանյան եմ լսում, ինձ շատ դժվար է հիմա ասել, ասենք, շատ դժվար է ասել, դուք Նունե Եսայանին ճիշտ նմանակեցիք, թե ոչ, ամենայն դեպս այն վերջի, որ սկսեցիք բարձրանալ ձայնը, մի քիչ նման էր, այդքան բան, մնացածը տեսքով ավելի նման է, քան թե երգեցիք, այսպես ասեմ։ Ես առանձնապես նմանություն չգտա ձեր եւ Նունե Եսայանի ձայների միջև, անհամբեր սպասում էի այդ կրկներքի մասին, որտեղ ձայնը պիտի բացվեր, ցավոք այդտեղ էլ ոչ մի բան ինձ չի հիշեցնում։ Երևի ավելի շատ արտաքինի մեջ մի քիչ նման բան կա։ Ինչ որ կատարում ակապելա փորձեմ եւ համոզվեք որ նման է։ Չէ, կարիք չկա, նորմալ է։
Ես ինչ որ նմանություն զգացի, իհարկե ես բացարձակ լսողություն չունեմ, հատկապես Դանիելյանի ասած բարձրացնելու պահից ձայնը բարձրացնելու նմանություն զգացի եւ կերպարանքն էլ տեսքն էլ զգացվում է, որ փորձել եք նմանվել, բայց տպավորիչ չէր։ Ձայնը գուցե շատ նման չէր, բայց օրինակ մի քանի տեղեր կար, երևի կամաձայնեմ եք, նմանություն կար, ինչ որ մասեր կար, որ տեմբրալն շատ նմաներն ունեին։ Հա դուք հենց սկզբից հաղորդման մեզ համար բարդ բան խնդիր առաջացրեցիք, հա։ Իսկապես դժվար է։ Ես այո։ Շնորհակալություն։ Առանց անձնական ձեր արժանինքները թերագնահատելու պիտի ասեմ, որ այս հաղորդման մեջ ձեր շարունակությունը, ձեր ելույթների շարունակությունը այդքան չեմ տեսնում։ Ոչ։ 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 Շնորհակալ եմ, բայց եթե կարելի է այս ամեն դեպքում ոչ թե երգեմ անցնելու կամ չանցնելու համար, ուղղակի համոզելու, որ իսկապես նման է իմ ձայնը ակապելա փոքրիկ կատարում։ Ես համաձայն եմ։ Շատ կարելի է, այո, խնդրեմ։ Անկեղծ սրտով ես քեզ սիրում եմ, բայց այդ մասին չգիտես։ Գիշեր ու զոր ես դադար չունեմ, ախերվում եմ ինչ անեմ, սիրուց հրված, տանջված սիրտս, գիշեր ու զոր երազեց, տխուր տրտում, լաց եմ լինում, ու քեզ եմ ես հիշում։ Գիտեք, հիմա ակնհայտ շատ ավելի նման էիք։ Այո, այդ ֆանագրամը դες ուղղակի խանգարում է։ Երևի սխալ երգ էի ուղղակի ընտրել։ Ես կարող եմ ողջունել ձեր համառությունը, որովհետև դուք պնդեցիք մի քանի անգամ, որպեսզի էլի կատարեք, ուրեմն ինքնավստահ էիք եւ դա ուրեմն հոգուտ ձեզ եղավ, ձեր ինքնավստահությունը օգնեց ձեզ, իսկապես դե ասեք։ Վայ քեզ տանողին, այո։ Դանիելյանը լավամարդ եղավ ձեր դեպքում, դուք կարող եք շարունակել։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ քեզ, երկար տենց մտածելուց, խորհելուց հետո ժյուրիատորները վերջապես հասկացան, որ չէ, այս աղջիկը նման անուն է Էսյանին։ Ճիշտն ասած, մի հատ հարց, մենակ մի հատ հարց, մինչև պատասխանը, ինչի՞ չէիր ընտրել երկրորդ երգը։ Քանի որ նախընտրական փուլի երգել էի առաջինը, բայց բավականին լավ էր նմանակում հենց առաջին։ Գիտեք, խնդիրը այն չէր, որ երկրորդ ճիշտ երգը սխալ էր ընտրված։ Պարզապես գուցե սկզբից կամ ճիշտն ասած միկրոֆոնն էլ ինչ որ հենց սկզբի հնչյուններից զգացի, որ ինչ որ բան այն չէ։ Դրա համար զարմացա, որ ժյուրին ասաց, նույնիսկ 3 հոգի նշեցին, որ ես ընդհանրապես նմանություն չունեմ։ Աննի Լորակ ուկրաինական ցակումով երգչուհին հայ լսարանին հայտնի դարձավ, երբ մասեց Եվրատեսիլ 2008 երգի միջազգային մրցույթին, ներկայացնելով անգլալեզու Shady Lady երգը։ Իմ անունն է Աննի Լորակ։ Whoa, whoa, yeah, 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 yeah. No, no, no. You've been my superstar, but it's not what you are. You've been my superhero. Since I've lived in a shade, every step that I made, I mean nothing but zero. But I'm staying alive, now I'm changing my life with the burning desire. No one knows who I am, but I don't give a damn. Gonna set you on fire. Steady, lady, I'm gonna strike like thunder. Are you ready? I wanna make you wanna roll it. Steady, I'm gonna make you see what my heart is burning. Steady, lady, I'm gonna strike like thunder. Are you ready? I wanna make you wonder. Roll it, steady, I'm gonna make you see what my heart is burning now.
Օրիորդ ոչ մի բան ձեր դեմ չունեմ, դուք շատ գեղեցիկ եք, շատ եթե աշխատվի միգուցե դու ձայնային տվյալներ էլ ունեք, կաշխատեն ձեր հետ միգուցե, չգիտեմ, բայց դուք միացած մի հատ վատ բան ունեք, որ ունեն բոլոր մեր մանավանդ այն աստղերը, ովքեր որ գնացին Եվրոտեսի։ Իրենք լսողություն չունեն։ Հա, ասենք, երբ որ ֆանագրաման գնում է, իրանք ուրիշ բան են երգում։ Իրենց թվում է, թե իրանք ճիշտ են երգում, բայց իրականում չէ, էլի, տենց ասենք, ոչ բոլորը իհարկե, բայց մեծամասնությունը մեր շոու բիզնեսի, երբ որ երգում են այսպես արդեն կենթանի, իրենք չեն կարողանում, հո բոլորը Գրիգոր Աղախանյան նման չեն, էդ էլ կա, էլի, դուք պետք է ընդունեք, որ ասենք կան սյուներ, որոնց չի կարելի քննարկել։ Այսպես, խնդրեմ Ես թույլ չեմ տա, որ իմ վրա այսպես սահի անցնի, սիրելի Անի Լորակ, դուք տպավորիչ եք բեմում, ձեր արտաքին տվյալները ավելին են, քան լավը ուղղակի, դուք շատ ճկուն եք, պլաստիկ եք, զուտ ոչ ուրեմն ձայնային տվյալները ինձ չտպավորեցին, հնարավոր է որ դա միայն այս կատարմանը վերաբերի, գիտեք, ասենք մարդ մի անգամ հուզվում է կամ ասենք լավ երգ չի ընտրած լինում, ուրեմն ես չեմ դատում ձեր ձայնը առհասարակ, այս կատարման մեջ չտպավորեցիք։ Ինձ դերասանական, իդեպ նկատեցիք, դերասանական բավականին հետաքրքիր։ Այո, ինձ էլ դա հայացանք էր։ Իսկ գլխի շարժը մի հատ խնդրեմ ցույց կտաս, շատ լավ ստացվեց։ Հա, այդ շատ լավ է։ Ո՞ր էր։ Տեսնում եք։ Ձայնային գուցե, Լորակին օրինակ շատ քիչ նմանություն կա, ինչքան որ ես Լորակին հիշում եմ։ Երեք նույնիսկ նայեցի կոմպյուտերով, բայց մնացած ասում շատ բաներ ինձ դուր եկավ։ Պիտի ասեմ, որ ինձ շատ քիչ հիշեցեց քո ձայնի ամենակարևորը տեմբրը։ Գիտեք, հետաքրքիր է, նմանակման արվեստը շատ կարևոր է, որ առաջին հերթին ձայնը, չէ՞, արտաքինը եւ ձայնը։ Արտաքինը շատ ավելի է հիշեցնում, այս դեմքի ուղիղ գիծը, գեղեցիկ կառուցվածքը, մուգ գույնի մազերը, բայց ձայնի տեմբրը մի քիչ չեմ կարողանում հիշել, չէ, բոլորովին մի քիչ ուրիշ տեմբր ունի Անի Լորակը, մի քիչ ավելի հասուն տեմբր ունի, ոչ։ 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 Դեր չի խաղ, բայց այո։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Տեսություն ձեզ։ Սիրուն աղջիկ կորցեցինք նախագծում։ Մենք չենք կորցրել իրան։ Մենք օրինակ մամայի հետ նոր մտածում ենք, ասում ենք, որ դու պետքա պարոյի դառնաս։ Չէ՞։ Դե կարելի է հարցել։ Հա, որովհետև հիացեց մենք ստեղ օպերատորները, բան բոլորս նայում ենք, հասկանում ենք, այս աշկը պետքա պարոյի դառնա։ Շնորհակալություն։ Մանավանդ որ ասում են, որ ձայնի հետ հիմա պետք չի այտենց ծանր վարվել, թող ասեն ինչ-որ ժամանակ։ Հասկացա ինչ էին ասում այնտեղ, շատ երկար խոսում էին։ Մենք էլ հոգնեցինք արդեն մամայի, բայց չտխրեց։ Չէ։ Չէ։ Իմ անունն է Whitney Houston։ Ողջույն։ Ողջույն։ Ձեր անունը Հասմիկ։ Հասմիկ։ Բայց այստեղ ներկայանալու եք որպես Whitney Houston։ I used to cry myself to sleep at night, but that was all before he came. Այ հիմա ոնց է Whitney Houston-ի մազերն են, ոնց որ դուք եք արել, թե Այսպես, իր քիթիկն էլ այսպես։ Սա բնելս էլ իր նման։ I thought love had to hurt to turn out right, but now he's here, it's not the same. Սիրում եք Whitney Houston-ին։ Շատ։ Ձեզ նմանացնում են Whitney Houston-ին։ Այո, շատ։ Փորձում եք կյանքում ապրել ինչպես Whitney Houston-ը։ Ոչ, փորձում եմ կյանքում ապրել ոնց կամ այնպես։ Իսկ նմանակումը երևի թե այս հեռուստաշոուին եմ ներկայացնում։ Թիկնապահներ չունեք։ Ոչ։ Ֆիլմում նկարահանվելու ցանկություն։ Ունեմ։ And I will always love you. Will always love you. Իմ անունն է Whitney Houston։ Ես այդպես էլ կարծեցի։
Tuesday, I would only begin your way, so I go, but I know I think of you every step of your way. And I will always love you. Will always love you. My darling, you better sweet memories. There is no I'm taking with me. So goodbye. Please don't cry. We both know I'm not but you'll be. And I will always love you. I will always love you. I hope life did you come, and I hope you had what you dreamed of, and I wish you joy and happiness. But even of this, I wish you love. Bravo. Miss Houston, Miss Houston. Bravo, bravo. Welcome. Bravo. Merci. Welcome, Miss Houston. Քիչ չի գմը արևայրուկ եւ no comment. Քիչ արևայրուկ եւ ոչ մի, այսինքն դուք շատ նման կլինեք եւ մի բան պետք է ասի, ամեն շատ լավ է, ես չկարողացա ընդհանրել։ Եթե նմանությունն ենք ասում, մենք պետք է արևայրուկ պահանջենք, պարոն Դանիելյան։ Ձենա արտակարգ։ Այդքան նման են սկզբից լիրիթի հետ նայեցինք իրար, չէ՞։ Ես հուզվեցի հենց առաջին իսկ նոտայից։ Նման, տենց նման։ Տեսքով նման։ Ասեմ, որ իրանք երաժշտություն բան չեն հասկանում, ասեն մի անգամից։ Բրավո, բրավո, բրավո։ Շնորհակալություն։
Թաքնված տաղանդին դուք եք նստած, իմ աղջկան ոչ ասեցի։ Ո՞վ, ո՞ր մեկ, ասա գնամ գլուխ։ Վիոլետան եւ Սերգեյը։ Հա, չէ, իրանց հետ ես Վիոլետան այո ասեց, Սերգեյը ոչ։ Իսկ Գրիշան ինչ ասեց։ Գրիշան ասեց ես ուղակի փշաքաղված եմ։ Այսօր նույնը կրկնեցինք, այսինքն Գրիշային պետք է սիրել, մոտիկ ընդունել, տուն հրավիրել, կոֆեա, չայա բան։ Խնդրեմ, էջմիածին համեցեք։ Միանշանակ այո։ Բոլորս այո ենք ասում։ Այո։ Իհարկե, միանշանակ այո, այո։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք։ Շատ ձեզ շնորհակալություն տեսի։ Ապրեք։ Իմ անունն է Տատյան Բուլանովա։ Բարև ձեզ Մարինա Չիլինգարյան։ Եկեք փորձեմ ես գրայեմ։ Դուք երգելու եք Տատյանա Բուլանովայի նման։ Այո։ Որ եկնեք երգելու այսօր։ Не плачь. Не плачь. Еще одна осталась ночь у нас с тобой. Բարև ձեզ։ Իմ անունը Տատյանա Բուլանովա է։ Ապացուցեք։ Не плачь. Еще одна осталась ночь у нас с тобой. Еще один раз прошепчу тебе ты мой. Еще один последний раз твои глаза моим посмотрят, и слеза вдруг упадет на руку мне, а завтра я одна останусь без тебя. Но ты не плачь, плачь. Так получилось, что судьба нам не дала с тобой быть вместе, где же раньше я была. Так поздно встретила тебя, но в этот миг я знаю, что теперь твоя и только ты. Держу я завтра, а сейчас побудь со мной последний раз, последний раз. Ես կարծում եմ, որ Առաջ անգամ եմ ես երկում, ընդհանրապես չեմ երկել ոչ։ Գիտեք զգացվում է։ Տիտիկը խաբար տվեց, որ դուք բազմաշնորհ եք եւ դուք ուրիշ հմտություններ էլ ունեք։ Օրինակ նաեւ ապարում եք արաբական բան։ Ես ուզեի որ ժամանակը ձեր օգտին աշխատացնեք, ուրիշ բան ցույց տաք։ Երաժշտություն թող դնեմ։ Երաժշտություն կա, չգիտեմ։ Խնդրում եմ երաժշտություն։
Ձեզ շատ շնորհակալ։ Տատյանա Բուլանովան Պորտապարի Դուք հասկացաք Գրիգորի սրտով էր սա, նա ասենք սպասում էր թե։ Ուրեմն Դանիելյանը սխալ դուս եկավ, որ ուրեմն այդ երևի դժվար է այդ մի կերպարից մտնել ուրիշ կերպարի մեջ, դուք ապացուցեցիք, որ անմիջապես կարող եք անել։ Չեմ կարծում որ դուք Բուլանովային նման եք։ Չէ, դեսպես նման եք, այսպես որ նորայինք, բայց որ երկեցիք, ասենք ասեն չհասկացա։ Երևի դուք էլ հետո նկատեցիք, որտեղ զգում էի, որ դժգոհում եք, ընթացքում ռիթմից դուրս էր, հա, այսինքն խառել եք տակտերը լրիվ։ Ինձ ու դուք ամենավետ շարունակեք պարել։ Ես ասում եմ ոչ։ Լսեք իս Ոչ։ Ոչ։ Այո։ Ոչ։ Մի հատ այո։ Շնորհակալություն։ Ձեզ շատ շնորհակալություն։ Еще одна осталась ночь у нас с тобой. Еще один раз прошепчу тебе, ты мой. Իմ անունն է եւ առիվս։ Many years ago, when I was a little child, Mama told me you should know our world is cruel and wild, but to make your way through cold and heat, love is all that you need. Իմ կողքին կանգնած է Եվա Ռիվասը։ Здравствуйте, Ева. Здравствуйте։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Ինչու որոշեցիք հենց Եվա Ռիվասին նմանակել, որտեվ նման եք, թե որտեվ ձայնն է նման, թե որտեվ բոյով եք շատ բոլորից։ Եվ արտաքին տվյալներով եւ որոշ չափով ձայնային տվյալներով նմանեցնում են ինձ Եվա Ռիվասին։ Դրա համար որոշեցի հենց այդ երգչուհուն նմանակել։ Երգելու եք Apricot Stone երգը։ Apricot stone, I will drop it down in the frozen ground. I'll just let it make its round. Apricot stone hidden in my hand, give it back to me from the motherland. Apricot stone, I will drop it down in the frozen ground. I'll just let it make its round. Apricot stone hidden in my hand, give it back to me from the motherland. Apricot stone. Now I see the northern stars shining brightly in the storm, and I've got an avatar of my love to keep me warm. Now I'm not afraid of violent winds. They make love, they can swim. May the winter stay away from my heart waste night and day. Make a blessing, keep my cherished fruit. From my tree up to the sky, once I waved my home goodbye. I just wanna go back to my roots. Apricot stone hidden in my hand, give it back to me from the motherland. Apricot stone, I will drop it down in the frozen ground. I'll just let it make it round. Apricot stone hidden in my hand, give from back to me from the motherland. Apricot stone hidden in my hand, give it back to me from the motherland. Apricot stone. Ինձ դուր եկավ, դե եւ այն, այսինքն
նման լինելը արդեն հա հասակի բոյի առումով շատ դժվար է իրի, բայց դու ես բավական։ Բայց մոտենում եմ որ մի կես մետր լավն է։ Դե իմ տարիքի համեմատ։ Հլաչել ես ազգական տարեկան։ 14 տարեկան եմ։ Աչես ու կես մետր լուր ես հարճկա։ Մի 2 տարի դառնում ես 2 մետր ու գալիս ես։ Չէ, երկը բավական լավ երկեցիր ու նմանություն ես գտա, չգիտեմ։ Հիմա մյուս անդամները կասեն ժյուրի նմանություն կար ձայնի մեջ, հետո տրամադրությունը տեղներ, չգիտեմ, որ լավ աուրա ստեղծվեց, ապրես, ինձ դուրեկը։ Ուրեմն սեփական ուժերով այդ փորձել ստանալ այդ հագուստը, որի վրա հավանաբար մեծ գումարներ էին ծախսել եւ հաջողությամբ անել։ Նույնիսկ աղջիկը Բոբիկը, նայեք, նմանությունները կարծեմ կրկներքի ժամանակ բավական նկատելի էին եւ լավ կատարեցիր եւ տրամադրություն փոխանցեցիր։ Այսինքն հենց մտա նմանությունը նկատելի էր։ Իսկապես եթե աշխատի միգուցե եւ մի բաց ստացվի, այսպես, հա։ Շատ կաշխատեմ։ Ինձ անկեղծ շատ դուր եկավ եւ արտաքինը եւ երկեցողությունը, այնպես որ ես միանշանակ ասում եմ այո։ Մերսի։ Այո։ Մերսի։ Այո։ Այո։ Մերսի շատ։ Իմ անունն է Վալերի Լեոնտիև։ Շատերը նրան հիշեցին X Factor նախագծից, սակայն այժմ նա գրավելու է բեմը Վալերի Լեոնտիևի կերպարով։ Ոնց ես, Վալյա։ Շատ լավ։ Վալերի Լեոնտիևի ամենաառաջին գրավականներից մեկը, որ ինքը շատ հետաքրքիր ձայն ունի, չէ՞։ Այդ չես բռնել։ Երաժշտությանն հետ կստացի։ Երաժշտությանն ստացվել է։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Охранял, но ты так свежа и нежна, никогда я такой не встречал. Сегодня я твой кавалер, и фортуна должна мне помочь. Тебя на французский манер я хочу называть. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ անունն է Վալերի Լեոնտիև։ Բարև ձեզ։ Կարող եք չասել։ Արդեն լավ է։ Քայս բարձ։ Я всегда свой покой охранял, но ты чистая и нежна, никого я такой не встречал. Сегодня я твой кавалер, и фортуна должна мне помочь. Тебя на французский манер я хочу называть в эту ночь. Шерри, ты слышишь мой голос, я верю. Горько, мой шерри, стучатся закрытые двери, но я добьюсь, я достучусь. Быть может, французский язык для славянской души темный лес.
Я к русскому тоже привык, мне по-русски скажи Yes, the best. Вот кошка твоя за окном одиноко грустит. Мур-мур-мур. Скорее ж свой дом открой и дом пусти. И l'amor. Շատ շնորհակալություն։ Այդ ստիլիստները ինչքան պետք է խեղճտղին չհասնեն, որ նա նման լինի Լեոնցևին։ Արտակնապես գուցեև նման է, Կոմազելն է, չէ։ Չէ, իհարկե։ Կեսը։ Այսինքն որ կեսը։ Աչակողմյան կեսը։ Իմ մազելն է կեսը, գիրես սա իմ մազելն է։ Համարը ձեր մազելի չափ։ Տեսքը հա մեկը մեկի Լեոնցևն ես ատամներից կտով մազերով կտով չէ։ Եթե քիթնել վիրահատենք։ Հա, դես օպերացիայից հետո նկատում եմ։ Երկով էլ տեմբրալնի նու լիարժեք տենց չեմ ասի 100%, բայց ինչ որ ես անընդհատ լսում էի, փորձում էի, գիտես, իսկապես Իմ ձենը բարակ է, ես բաներ տեղեր կար, որ ինքը նման ստացվում էր նմանացնել։ Ոնց որ լրիվ Լեոնցև։ Այդ փակ ռնգային ձեն, չէ։ Քայլվածքները իրար լեն ոտեր, չէ, Լեոնցև միշտ ոնց է նա ցույց տում է, այդ որոշ մաներաներ այնքը միշտ այդ հա, որ դու չգիտեմ, բավական հետարքիր է։ Հուսով կասեք այո։ Նմանություն կա։ Ես շատ բարձր եմ գնահատում մինուս 40-45 աստիճանին ձեր այսպես այս տակ շոկ շորերի բանը, այդպես պատրաստակամություն այդպես շորերը կրել, այդ մազերը կրել, որ եւ ապարել այդ գիտեմ որ դրա համար բավական ուրեմն կամք է պետք որ մարդ կարողանա այդ անի։ Ես ամբողջ ժամանակ լսում էի, առաջին տպավորությունը շատ լավն էր, արտաքինը։ Բայց ձայնի մեջ երբեմն ինչ որ տեղեր էի գտնում, ուսում էի այդ տեղից կարճել ու ասում էի, այ երևի այստեղ նման է ու մասնագետները երևի կկարողանան ինչ որ բան ստանալ ձեզնից։ Զորով էլի։ Հա, ինչ որ մինուսից հետ մնացի դա։ Դա այդ տեխնիկական մասերը չեն։ Այդ իրարիշտերը չեն լսում դες բաներ, դու արխային կարած խոսես։ Ես ասեմ այո։ Ես միշտ իմ մեքենայի մեջ լսել եմ Վալերի Լեոնցև եւ ասենք ես զգում եմ որ նման չի դա։ Սերգեյ, մա մեքենայի մեջ ինչ ես լսում, հա, կանոն։ Վալերի Լեոնցև իհարկե։ Ես զուտ հետաքրքրությունից պիտի ասեմ այո, ինձ հետաքրքիր է ուղղակի մասնագետների աշխատանքը, ինչքանով հնարավոր է ձեզնից ձեր ձայնից Վալերի Լեոնցևի ձայնը ստանալ։ Ուրեմն երկու այո, երկու ոչ, դուք կարող եք շարունակել, շնորհակալություն։ Շնորհավորում ենք ձեզ, մեր Любовь мне была не нужна, я всегда свой покой охранял. Но ты так свежа и нежна. Милый друг, не скучай, я вернусь, ты так и знай, где կպետք է երկել։ Բայց այդ բանը դու Լեոնցևիչ ես պահում է, տենց ինքը մետ լա, զբինձևի ունի, չէ։ Պետք է պարապ։ Ահ, չվարեք, չէ, դու չէ բանում է։ Չորն սնդուկ է։ Հա, բայց արդար, շնորհավորում եմ քեզ, Լեոնցև։ Քեզ Վալերի ասեմ արդեն։ Կարող արդեն նախագծում ես, արդեն ամրապնդվեցիր Վալերի։ Ну всё, Валерий, увидимся. Давай, давай. Առաջին օրվա լսումներն ավարտված է, սիրելի հեռուստադիտող, կհանդիպենք հաջորդ լսումների ժամանակ, որտեղ կտեսնենք Սալհի Բաբայան, Justin Timberlake, Քրիստինա Գիլերա, Շերինա, Eric Sade, Lady Gaga, Eminem, Pink։ Իմ անունն է հեռուստաշոուն Նշանթի եթերում։